Հայաստանի երրորդ հանրապետությունում վերջին տարիներին ամոթալի էջերի պակաս չկա։ Իշխանության հանդեպ քննադատական խոսքի, քաղաքական անհամաձայնության և հասարակական բողոքի հիմնարար իրավունքի համար մարդիկ ենթարկվում են հալածանքների, ընդհուպ մինչև բանտարկություն։ Հայրենասիրությունը պատժելի է, քաղաքական հալածանքները՝ փաստ։ Եվ եթե տարբեր միջազգային զեկույցներում քաղաքական բանտարկյալների մասին խոսելիս հիշատակվում են թվեր, նրանք մարդիկ են, իրենց պայքարով, իրենց սեփական իղձերով և երազանքներով։ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Բագրատ Սրբազանը ծնվել է 1971 թվականին Գյումրիում, Լենինականում, ապա 6 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Երևան։ Ծնողները իրանահայեր են, Սանգիբարան գյուղից, որը թարգմանաբար նշանակում է թափվող քարեր, The Rolling Stones, ինչպես սիրում է կատակել Սրբազանը։ Հայրենադարձ բազմազավակ ընտանիքում մայրը մշտապես հետևել է, որ երեխաների սրտում լինի հայրենիքը։ 3 որդին և 1 դուստրը մեծացել են տեսնելով, սիրելով և ներաճելով հայրենասիրությանը։ Բագրատ Սրբազանի ծնունդից սկսած, իր ծննդյան պատմությունից սկսած, Աստծո նախախնամությունը մենք տեսնում ենք, ոնց է Աստված իրան բերել հասցրել մինչև այսօրը ու դեռ կտեսնենք ինչեր ա լինելու իր կյանքում։ Բագրատ Սրբազանի նման մարդ այսօր չպետք է լիներ բանտում։ Մարդը, ով որ այդ հոգևոր ծառայությունն ա ունեցել, ով որ այդ կրթությունն ունի, ով որ հայ ազգի ու մեր եկեղեցու համար այդպիսի ծառայություն ա մատուցել, այդպիսի մարդուն ուղղակի հանցագործություն ա բանտ տանելը, ոչ թե ինքն է հանցագործ։ Մեր այրենի Բագրատ Սրբազանի սերը հայրենիքի նկատմամբ մի յուրահատուկ գույն ուներ։ Դա շատ ուրախ, շատ հուզական սեր է։ Երբեմն թվում է, թե հայրենիքի նկատմամբ սերը որ լուրջ, ինչ-որտեղ ցավով պարուրված, ծանր, մանավանդ մեր հայրենիքի այս իրավիճակում երբեմն նույնիսկ դառը զգացողություններ կարող է արթնացնել, բայց Սրբազանը միշտ կրկնում էր ձեր ուրախությունը թող ոչ ոք չգողանա։ Իհարկե նաև նշելով, որ մենք այսօր գողացված ուրախության ընթացքի մեջ ենք ապրում։ Բագրատ Սրբազանը 1978-ից 88 թվականները սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում, ապա մեկ օր հայտնվելով Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, այնպիսի հոգևոր ներդաշնակություն է զգացել, որ որոշում է կայացրել ուսումը շարունակել հենց ճեմարանում։ Ուսանել է միջազգային հեղինակավոր բուհերում, Մեծ Բրիտանիայում Միրֆիլդի Սուրբ Հարություն հոգևոր քոլեջում, Լինցի համալսարանում, իսկ Կանադայում Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում։ Բագրատ Սրբազանը, երբ 25 տարեկան տղա էր եւ գնաց սովորելու Անգլիայում, ինքը մտածում էր բոլորը գիտեն Հայաստանի մասին։ Մենք որ գիտենք, մտածում ենք ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է։ Մեկ էլ պարզվում է մի դասախոս, պրոֆեսոր, ասում է որտեղից ես, ասում է Հայաստանից, ասում է դա որտեղ է։ Ու Սրբազանը շատ մեծ պատասխանատվությամբ է սկսում ապրել այնտեղ ու սովորել, որովհետև հասկանում էր, որ իր ազգին, իր պետությանը ճանաչելու են իր միջոցով։ Ու ինքը այդ ձևով է ապրել իր կյանքը։ Ամենտեղ պատասխանատվությունը զգալով իր արած ցանկացած գործողության համար, որովհետև իր արած գործողությամբ ճանաչելու են եկեղեցում, իր արած ցանկացած քայլով ճանաչելու են Աստծուն, իր արած ցանկացած քայլով ճանաչելու են ով է հայը եւ ովքեր են հայերը, ինչ է Հայաստանը, հա, ընդհանրապես։ 1995 թվականի հուլիսի 23-ին Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ պատահական չէ, որ անվանակոչվել է հենց Բագրատ, ի հիշատակ եւ ի պատիվ նահատակ Բագրատ arczepiskopos Վարդազարյանի, ով եւս քաղաքական հալածյալ է եղել եւ նահատակվել է 1937 թվականին։ Երբ որ Գարեգին առաջին վեհափառը Բագրատ Սրբազանին ձեռնադրում էր հոգևորական, նրան տվեց ԱԱԾ-ի բանտում նահատակված Բագրատ arczepiskopos Վարդազարյանի անունը։
Առաջի ձեռնադրությունն էր Հայաստանում իր իրականացրած եւ նա մեր նահատակ հոգեվորականների անունով կնքեց իր ձեռնադրած անձանց։ Ու Բագրատ Սրբազանը նաեւ այդ մարդու կերպարին հավատարիմ իր կյանքը ապրել է մինչեւ այսօր եւ հիմա նույն բանտում է գտնվում, որտեղ գտնվել է Բագրատ arczepiskopos Վարդազարյանը։ Բագրատ Սրբազանը ձեռնադրության ժամանակ ասում է ես մի աղոթք էի անում։ Ասում էի Տեր, իմ ծառայությունը թող լինի Աստծո փառքի, քո փառքի եւ հայ ժողովրդի շահի համար։ Եվ իր ամբողջ կյանքը որ նայեք, ինչպես է ինքը ապրել։ Այդ երկու ուղղությունն է։ Աստծո փառքը բարձրացնել, ցույց տալ եւ հայ ժողովրդի շահին ծառայել։ Երբ որ մեր շահին որևէ տեղ վտանգ է լինում, Բագրատ Սրբազանը միանգամից առաջինն այնտեղ էր։ Ինքը չի մտածում իր անձի ապահով լինելու մասին։ Իր հոգևոր ծառայության ժամանակ զբաղեցնելով մի շարք բարձր հոգևոր պաշտոններ, նա մշտապես առանձնացել է եւ բոլորի կողմից հիշվում է որպես նորարար, որպես բարերփոխող եւ որպես բացառիկ արժեքների տեր մարդ։ Տավուշում մեր օրը պարբերաբար սկսում էր առավոտյան 6-ին, 7-ին ու Սրբազանը կարող էր մի օրում առավոտյան լինել Իջևանում, կեսօրին լինել Դիլիջանում, ցերեկը ունենալ միջոցառում Նոյեմբերյանում, երեկոյան ունենալ հանդիպումներ Բերդում եւ այդ ամբողջ Տավուշը եւ օրինակ վաղ առավոտյան պիտի մեկներ Մայրաթոր կամ պիտի մեկներ կոնսերվատորիայում դասավանդելու ու այդ ծանր գրաֆիկի մեջ Սրբազանը շատ հաճախ չէր հասցնում նորմալ սնվել, նորմալ քնել, ընդ որում այդ քնելու համար նախատեսված այդ մի քանի ժամն էլ անդադար հարցազրույցներ լսել, տեղեկանալ երկրի վիճակի մասին, վերլուծել, խոսել, մեկնաբանել եւ հետո հարցազրույցներ տալ ու անդադար հազարավոր նախաձեռնություններ։ Մի անգամ հասկացանք, որ արդեն երհոգնած է, շատ ծանր առօրյաններ։ Ու անդադար ես, Լիդիան, մեր տիկին Լիաննան, բոլորս ասում ենք Սրբազան այր չի լինի այդպես, գոնե մի քիչ քնեք, գոնե մի քիչ սնվեք, փորձում ենք ամեն ինչ անել, որ գոնե մի պահ վարքյան, որ ունենում է մաքսիմալ հանգստանա, ու գնալով ավելի ծանրանում էր, գնալով ավելի շատ նախաձեռնություններ էին կուտակվում, մի անգամ Լիդիան չդիմացավ, ասաց Սրբազան հայր, ախր այսպես չի լինի, դուք ինքնասպան եք լինում։ Մենք հիշում եմ, այսպես ծանր, լավ հոգնած էր, վերադառնում էինք Երևանից, ասեց Լիդո, ես ուխտել եմ ինքնասպանվել, մեր ուխտն է դա, բայց երբ որ, տեսեք ես էլ ասացի հոգնած, Աստված մի արասցե ասենք Սրբազան հոգնած եք, շատ թարս ծանր հայացքի էինք արժանանում, ասում էր ես հոգնած չեմ, հոգնածը դուք եք, ես հոգնած չեմ, ես մարմնած եմ, այդ իր բառն էր, իմ հոգին շատ լավ է, մարմնած եմ մի քիչ, բայց հոգնած չեմ, ինձ երբեք չասեք հոգնած, այս մարմնած բառը ես ահագին անցավ, որ հասկացա ինչի նկատի ունի։ Հիմա նույնիսկ նոր եմ սկսում հասկանալ ինչի նկատի ուներ Սրբազանը, ասում էր ես հոգնած չեմ, ես մարմնած եմ։ Սևանի Վազգենյան դպրանոցում ուսանած շատ հոգևորականներ փաստում են, որ փորձում են ակամայից նմանվել իրեն։ Կանադայում իր հետ անգամ թեթև շփում ունեցող մարդիկ դարձել են հայկական արժեքի կրողներ, իսկ Տավուշում թեմը դարձել է օրինակելի։ Երբ որ 30-31 տարեկան երիտասարդ վարդապետին առաջարկեցին դառնալ Վազգենյան դպրանոցի տեսուչ, Բագրատ Սրբազանը ասում է մի քիչ մտածեցի, ընդունեցի, բայց ասացի մեծ պատասխանատվություն կա ինձ վրա։ Ինձանից է կախված մեծամասամբ, թե հաջորդ սերունդը հոգևորականների մեր եկեղեցում ովքեր են լինելու։ Եվ քանի որ ինքը այդպիսի պատասխանատվությամբ էր այդ առաքելությանը մոտենում, իր ժամանակաշրջանի հոգևորականները որակապես տարբերվում են։ Իր շրջանի շրջանավարտներից են Տեր Վրթանեսը,
Տեր Մանուկը, ովքեր որ այս դժվար օրերին, մեր պետության ու մեր եկեղեցու համար դժվար օրերին լավագույնս են դրսևորվում որպես մեր եկեղեցու հոգևորականներ։ Սրբազանը դաստիարակել է հոգևորականների սերունդ, տասնյակ հոգևորականներ, շատ հայտնի անուններով, որոնք այսօր ոչ մեկը սրբազանի աշակերտներից ոչ մեկը առևտրի չգնաց։ Որևէ բացառություն չկա։ Բոլոր են հոգևորականները, որոնք վայելել են սրբազանի ուսուցչությունը, այսօր հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հայրենի մեր պետությանը եւ իրենց սկզբունքներին ու արժեքներին։ Որտեղ գնացել է Բագրատ Սրբազանը, իր մասին կլսեք միայն լավը։ Կանադայում ինքը հենց հավատարիմ համայնք ունի, ովքեր որ Բագրատ Սրբազանի Հայաստան տեղափոխվելուց հետո շատ մեծ հանրահավաքներ ցույցեր են կազմակերպել, որ Բագրատ Սրբազանը վերադառնա իրենց առաջնորդը մնա, որովհետև իրենք անարդար էին համարում այն ինչ որ կատարվեց Կանադայում ու Բագրատ Սրբազանը տեղափոխվեց Հայաստան։ Դրա համար Բագրատ Սրբազան վեհափառ հայրապետից թույլտվություն ա վերցրել մնացել է Կանադայում, որպեսզի խաղաղեցնի այնտեղի ժողովրդին ու նոր տեղափոխվի ինքը Հայաստան։ Երբ դեռ նոր էի ընդունվել Հառիճավանքի Թրբանջան ծայարան, մի սովորություն ունեի, որ մեր եկեղեցում ծառայող տարբեր սրբազանների կենսագրություններն էի ուսումնասիրում, հասկանալու համար, թե այսօր մեր եկեղեցում ծառայող տարբեր բարձրաստիճան հոգևորականներ ինչպես են որոշել դառնալ եկեղեցական, ինչ ճանապարհ են անցել, ինչ կրթություն են ստացել, ինչ ծառայության ընթացք են ունեցել, ու այդ ժամանակ ես դեռևս շատ բան չիմանալով առաջին անգամ տեսա Կանադայում ծառայող Բագրատ Սրբազանի անունն ու մի կենսագրություն, որը ուղղակի տեքստի իմաստով, այսինքն այդ անցած ճանապարհը, այդ ստացած կրթությունը ուղղակի չէր կարող մեծագույն պատկառանք չներշնչել։ Անցան ամիսներ ու Բագրատ Սրբազանը տեղափոխվեց Հայաստան։ Մի քանի ծառայություններ ստանձնելուց հետո 2015 թվականին ես Գևորգյան Ճեմարանի առաջին լսարանում էի, երբ իմացա, որ այդ Սրբազանը, որի մասին այդքան կարդացել էի ու շատ հետաքրքրել էր ինձ իր կրթությունը Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկում, Կանադայի համալսարաններից մեկում, ընդ որում կրթությունը ոչ թե աստվածաբանական էր, այլ բիոէթիկայի կրթություն էր ստացել, որը առաջին անգամ ես նաև երիտասարդ լինելով փորձեցի հասկանալ, թե ինչ կարևոր ոլորտ է դա։ Ու իհարկե ավագ հոգևորականների հետ զրուցելով իմացա, որ շատ հոգևորականների տեսուչն է եղել Ճեմարանում, նաև ճեմարանական այդ ճանապարհն է անցել որպես տեսուչ եւ շատ մեր լավագույն հոգևորականների ուսուցիչն է։ Բնականաբար հետաքրքրություն կար մեծ իր նկատմամբ ու երբ պիտի պատարակ մատուցեր արդեն որպես Տավուշի թեմի առաջնորդ Մայր տաճարում, ամբողջ Տավուշի թեմը ուխտավորաբար եկել էր Մայրաթոր, ես էլ առաջին կուրսի ուսանող էի, այդ դա մեր առաջին հանդիպումն էր իր պատարակին, որ ընդամենը կարճ ժամանակում կարողացել էր ամբողջ թեմա համախմբել իր շուրջ եւ առաջնորդել դեպի Լուսո խորան Սուրբ Էջմիածին։ Իմ բախտը բերել էր ու ես առաջին լսարանը ավարտած նշանակվեցի Տավուշ ու Սրբազանը, որ ինձ բացարձակապես չէր ճանաչում, Տավուշում ինձ ընդունեց հարազատ որդու նման այնպիսի հոգատարությամբ, այնպիսի ուշադրությամբ, որ ոչ միայն եկեղեցու, ոչ մի տեղ այդպիսի բան չէի տեսել, ես չգիտեի, որ այդպես ընդհանրապես լինում է, որ մարդը անծանոթ մարդու նկատմամբ, ընդամենը այն հանգամանքով, որ դու ճեմարանական ես, դու երիտասարդ ես, եկել ես իր թեմ, եկել ես իր տուն, այդ աստիճան հյուրասեր ու հոգատար լինի։ Այդ շրջանից այլևս ես ընկալեցի Բագրատ Սրբազանին որպես ուսուցիչ, հետագայում նաև որպես հոգևոր հայր, որպես առաջնորդ եւ ավելի ուշ արդեն լիովին որպես գաղափարակից ոչ միայն քրիստոնեական, այլ նաև հայրենական ամենատարբեր հարցերում։ Բագրատ Սրբազանին, երբ որ նշանակեցին Տավուշի թեմի առաջնորդ, մենք բոլորս ապշած էինք, որովհետև մինչ այդ երևի այդ թեմայով չենք խոսել ու մի քիչ կոռեկտ չենք համարել խոսել։ Տավուշի թեմը համարվում էր այդպես կոպիտ ասած աքսորավայրի նման մի տեղ, որովհետև այդ սահմանում
սահմանի վրա ծառայելը այնքան էլ ցանկալի չէր հոգևորականների համար։ Բագրատ Սրբազանի գալուց հետո այդ ամեն ինչ փոխվեց։ Հոգևորականները դիմում էին Վեհափառ Հայրապետին, որ գան ծառայելու Տավուշի թեմում Բագրատ Սրբազանի հետ։ Ու մթնոլորտը ընդհանուր փոխվեց։ Բագրատ Սրբազանը մեզ վերցնում էր երիտասարդներից ու մենք Տավուշեցի էինք, ինքը Տավուշեցի չէր, չէ՞, բայց ինքն է մեզ ծանոթացրել Տավուշի հետ։ Մեր երիտասարդներին, մեր երեխաներին, ովքեր սովորում էին այնտեղ, սիրեցնել է տվել Տավուշը։ Բագրատ Սրբազանը, երբ որ եկավ Տավուշ, ասում էր Տավուշը հրաշալի աշխարհ է, բայց Տավուշի գովքը չկա։ Բանաստեղծություններ, երգեր չկան Տավուշի մասին։ Ինքը մտածում էր ոչ միայն կառուցելու մասին, շատ շենքեր է կառուցել ինքը Տավուշում, սոցիալ-կրթական կենտրոններ է կառուցել, դպրոցների վերանորոգության նպաստել, սահմանի ամբողջ երկայնքով թաքստոցներ են կառուցել, ինչը որ անհրաժեշտ էր այդ տարածքին, ինչը որ կարելի ասել նաև եկեղեցու ու հոգևորականի գործը չէր։ Խրամատների մեր կահավորման հարցում շատ օգնել է սահմանի կահավորման գործերին Բագրատ Սրբազանը։ Դա արել է հոգևոր ծառայությանը զուգահեռ։ Մեր Տավուշը համարում էին անհավատ տարածաշրջան, Բագրատ Սրբազանն եկավ, ընդհանրապես փոխվեց, եկեղեցիները լցվեցին։ Սրբազան սկսեց ամբողջ սահմանով պտտվել ու պատարակներ մատուցել համայնքներում, որտեղ եկեղեցի չկար։ Միտեղ դպրոցում էր պատարակ մատուցում, միտեղ մշակույթի տանն էր պատարակ մատուցում, բայց այդ մարդկանց բերում էր այդ հոգևոր միջավայր։ Ինքը նաև մտածում էր հոգին սնուցելու մասին, ասում էր գովքը չկա Տավուշի, շատ սխալ է որ չկա։ Տավուշի մասին մի քանի բանաստեղծություն գրեց, հետագայում այդ բանաստեղծություններից մեկը հենց ինքը գրեց երաժշտություն, դարձավ Տավուշի օրհներգը։ Դուք պիտի տեսնեք, թե ինչ ջերմությամբ է Սրբազանը Տավուշի վանքերում երգում, ընդ որում ես հիշում եմ, որ պարբերաբար Սրբազանը երգում էր այնպիսի շարականներ կամ հայտնի շարականներ այնպիսի եղանակներով, որոնք մեր եկեղեցում հավանաբար բացառապես ինքը գիտի, որ դեռ ճեմարանական տարիներին ուսումնասիրել է եւ այդ ձայնեղանակները, այդ երգելու, այդ մեղեդին ես բացառապես իրենից եմ լսել։ Եվ կարծես ինքը բերանացի կրողն է նաև շատ ու շատ ավանդույթների, որոնք դեռ բերանացի պիտի փոխանցվեն հաջորդ սերունդներին։ Ծիծեռնակ դեպի ուր այդպես արագ 20 թվականի հուլիսյան Տավուշյան մարտերը եւ հետագայում արդեն 44-օրյա պատերազմը մեծ փորձություն էին նաև Բագրատ Սրբազանի համար։ Հուլիսյան մարտերն էին Տավուշում, ինքը այնտեղ էր։ Ամենավտանգավոր տեղերում մի օր աղոթք էինք անում առաջնորդարանում այդ հուլիսյան մի քանի օրվա ընթացքում, երիտասարդներով հավաքվեցինք, այդտեղ աղոթատեղ ունենք։ Աղոթք էինք անում, որ վերջացրինք, բոլորս ցրվեցինք, ասացի գրեմ Սրբազանին, որ երիտասարդները հավաքվել են ձեզ համար աղոթք են արել։ Ասաց փրկեցիք մեզ։ Ասում եմ ինչպես։ Ասում է ԱԹՍ-ն ընկավ մեր կողքի շենքի վրա քիչ առաջ։ Ու այդպես ապշել էինք, էլի ոչ մի մարդ չէր տուժել։ Այդ զորամասի խոհարարները լրիվ այնտեղ ներսում, բայց որևէ մեկը չէր տուժել։ Ու ասում էր այդ աղոթքը կարծես թե մեզ փրկեց։ Քրիստոս Աստվածն է։ Պահիր, պահպանիր եւ օրհնիր բանակը մեր աղբական հայոց։ Երբ որ սկսվեց 44-օրյա պատերազմը, առաջին օրը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր։ Եվ ավանդաբար Բագրատ Սրբազանն էր պատարակ մատուցում նոր Վարագավանքում։ Շատ ազդեցիկ քարոզ խոսեցինք այդ օրը, շատ ազդեցիկ։ Եվ դրանից հետո մեկնեց ճակատամարտ։ Եղել է ամենավտանգավոր վայրերում այնտեղ, ամենավտանգավոր տեղերում, որտեղ որ վտանգ է եղել, նույնիսկ հետ էր գալիս Տավուշ, միայն հուղարկավորություններ անելու,
դե շատ նահատակներ ունեինք այդ ընթացքում։ Գալիս էր հուղարկավորություններ էր անում, հետ էր գնում Արցախ եւ Բագրատ Սրբազանը եղել է վերջին քաղաքացիական անձը, ով եղել է Շուշիում։ Շուշիի կադրերը որ կան, երբ որ ինքը այնտեղ է, դրանից հետո, ամսի 5-ից հետո էլ քաղաքացիական անձ չի բարձրացել վերև։ Եվ հուսով եմ կլինի առաջին քաղաքացիական անձը, ով կբարձրանա Ղազանչեցու ծաղոթքի։ Տեր ողորմյա Երբ պատերազմն անցավ ու մի քանի ամիս հետո զորացրվեցի, բնականաբար պատերազմի բոլոր օրերին եղել եմ Սրբազանի հետ կապի մեջ ու նույնիսկ ծնողներիս, եթե մի պահ ունենում էի հեռախոս, որ պիտի զանգ կատարեի, ծնողներս ընդհանրապես ստանում էին մի կարճ 1 րոպեանոց ուղակի, այսպես որ ես ողջ եմ, ամեն ինչ նորմալ է, եւ հետո միանգամից կապվում էի Սրբազանի հետ ու մի քանի անգամ Սրբազանը ինձ տվել է այնպիսի խորհուրդներ, որոնք ոչ միայն իմ, այլ նաեւ իմ զինակից եղբայրների կյանքն է փրկել։ Սա շատ յուրահատուկ պատմություն է, թե ինչպես Սրբազան այդ տեղում կարողացավ, որովհետեւ մենք մնացել էինք առանց հրամանատարների։ Մեր հրամանատարները պատերազմի ամենածանր պահերին գնում էին խորհրդակցության։ Մենք իսկ մինչև հիմա չեմ հասկանում իրենք ծանր մարտի ամենածանր պահին ուր էին գնում խորհրդակցության, այդ դեռ պիտի պարզվի մի օր։ Բայց մենք մնում էինք Սրբազանի հետ կապի հույսին, իսկ Սրբազանը նույնպես Արցախում էր եւ շատ հաճախ կարողանում էր մեզ կողմնորոշումներ տալ, խորհուրդներ տալ, որոնք մեր կյանքը փրկում էին։ ու պիտի դառնաս այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին, լույսի հայրենիք, հույսի հայրենիք, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Կեցե հայոց բանակը, թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ աշխարհը եւ իր օրհնության ներքո կնքենք մեր հաղթանակները հավերժագնաց հայ ժողովրդի։ Աստված օրհնի բոլորին։ Բագրատ Սրբազանը իրոք բացառիկ նվիրալ է։ Ապրելով եւ վերապրելով Արցախի կորուստը, չհանդուրժելով թշնամու դեմ հպատակ ներկա իշխանությունների կեցվածքը, հասկանալով, որ դելիմիտացիայի անվան տակ թշնամուն է հանձնվում հայրենիքը, տեսնելով հարազատ տավուշեցիների ոգին, նա որոշեց պայքարել եւ կանգնեց հայրենիքի եւ պատվի կողքին։ Տավուշում սկսեց այդ չարաբաստիկ սահմանազատում, սահմանագծում ասածը, ինքը չէր կարող ուղակի այսպես նստել, ասել լավ, դա պետական գործեր է, իրենք գիտեն ինչ են անում, ես չեմ խառնվել, որովհետև ինքը հասկանում էր, որ որտեղ անարդար բան է կատարվում։ Խնդիրը ոչ թե սահմանազատում ու սահմանագծում անելն էր, այլ դա ուրիշի պարտադրանքով, թշնամու պարտադրանքով իրեն օգտակար ձևով անելն էր։ Մեր շահը թերագնահատելն էր, այսինքն հայ ժողովրդի շահին չծառայեցնել է այդ սահմանազատում, սահմանագծումը։ Եվ Բագրատ Սրբազանը դուրս եկավ պայքարի։ Այս Արյանը ովտեն չկանգնեց, նա ուղղակիորեն ուրացով ու դավաճան է, ուրիշ բան չկա։ Մենք էլ չդատենք, պատմությունն ու Աստված հաստատ դատել է։ Մարդկանց մտապատկերում այսպիսի մի բան կա, որ
Կիրանցի դեպքերից հետո սկսվեց ինչ-որ շարժում, որը այդպես առանձին քաղաքական ակցիա էր, ու մենք մասնակցում էինք քաղաքական ակցիայի, ոչ։ Սրբազան պայքարը իհարկե ուղղակի այդ անունը ստացավ։ Հենց այդ պայքարի բովում բնականաբար ես երբեք չի եղել այսպիսի բավ, որ ես մտածեմ մի րոպե ես կանգնեմ Սրբազանի կողքին, թե չկանգնեմ, ինքս ինձ հարց տամ ու ասեմ չէ, լավ կանգնում եմ ու գնամ պայքարի մասնակցեմ, չի եղել այդպիսի բան։ Շրջապատված կարգ օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ շրջապատված տարբեր կողմերից։ Մենք երևի թե մարտի վերջ կամ ապրիլի սկիզբն էր, երբ որ մեր որդիների կանչ ՀԿ-ով գնացինք դեպի Կիրանց։ Առաջի անգամ այնտեղ հանդիպեցինք Սրբազանին, մի խոսքով շփվեցինք շատ մարդկանց հետ, մնացինք մինչև երեկո եւ այսպես ասած օրնված իր կողմից վերադարձանք Երևան։ Ամբողջ ճանապարհին այդ մտքերով, որ անարդարություն է իրականում հայրենիքի սահմանները այսպես հանձնել թշնամուն, պայքարի մեջ մտավ Սրբազանը, որին միացավ նաև մենք ծնողներս։ Վճռական անկոտրում պայքար մղեց տեղում, սակայն հասկացավ, որ խնդրի լուծման բանալին Երևանում է։ Մեկնարկեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։ Նա որոշեց երթով գալ Երևան։ Բոլորից սպասում ենք Երևանում։ Գիտեք, Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որ սկսեց, շատ ազնիվ պայքար էր դա եւ մինչեւ հիմա շարունակվում է այդ պայքարը։ Շատ ազնիվ ձևով սկսվեց։ Մարդիկ դեմ էին իրենց ահաբեկելուն։ Եկավ մարդը, անունը չտանք ով, ներ կոչվածը, եկավ ասեց. եթե այս հողերը չտանք Ադրբեջանին, մի շաբաթից պատերազմ է սկսվելու։ Եվ ժողովուրդը բնականից դուրս եկավ ընդվզելու այդ ամեն ինչի դեմ։ Ու քանի որ այդ ժողովուրդը տեղում ուներ առաջնորդը գնաց առաջնորդելու իր ժողովրդին։ Ոչ մի բանից չտատանցեք ժողովուրդ ջան։ Չնեղվեք։ Ձեզ ձեռ են առնում, ծաղրում են։ Այն մարդիկ, ովքեր ոսոր ուզում են հանձնել այս հողերը, ասելով որ դրանք մերը չի։ Բա որ մերը չէ, դուք ինչ գործում եք այդտեղ քեֆ անելուց։ Մթնոլորտը եւ անհանգիստ էր Կիրանցում, դե պատկերացնում եք ինչ իրավիճակ է, մարդիկ տներ են կորցնում, իրենց արոտավայրերն են կորցնում, շատ խնդիրներ են առաջանում, բայց այնտեղ կար մի շատ կարևոր բան, որում այդ բոլոր ժողովուրդը միասնական էր։ Այդ այն էր, որ մենք մեծ պատվով, որպես տավուշեցի, որպես կիրանցեցի, կրում ենք սահմանապահ լինելու պատիվը։ Մենք պահում ենք մեր սահմանը։ Ու բոլորը դրանով սենց միավորված իրար հետ դուրս էին եկել պայքարի։ Այնտեղ դե բնականաբար այդ մարդիկ օրհնելով մանավանդ Լենա տատիկին գիտեք, մեր ամենատարեց մարդն էր Կիրանցում ապրող, ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, մեքենա նստել չի կարողանում ինքը։ Իր տնից շատ հեռու տեղից ամեն օր քայլելով գալիս էր այդ հավաքի տեղը, երեկոյան էլ քայլելով հետ էր գնում իր տուն։ Մի հատ մեր մայրիկին ծափարեք։ 96 տարեկան կին են ժամանակ։ Օրհնեց Բագրատ Սրբազանին, Բագրատ Սրբազանը Լենա տատիկի մեր նահատակ հերոսների ծնողների օրհնությամբ ընկավ ճանապարհ։ Մայիսի 5-ն էր, Սրբազանի հետ սկսվեց Կիրանցից դեպի Երևան քայլերթը։ Քայլերթը մեկնարկեց մեր օրհնությամբ, հենց այդպես էր ցանկացել նաև Բագրատ Սրբազանը։ Հայոց քաջեր վսակեր երկրից թողնան անմահոքիկ հայոց քաջեր Եվ նա քայլեց վճռական, քայլեց ժպիտով, քայլեց զոհվածների ծնողների օրհնությամբ, բարության ուղեկցությամբ, քայլեց երիտասարդների եւ մեծերի, քայլեց բժիշկների, գիտնականների, բոլորի հետ, բոլորը միավորվել էին, վերջնական նպատակն էր հայրենիքի ազատագրումը կործանումից։
սարերով գնալու, սարերով ու ձորերով որտեղ որ հասավ մեզ։ Երևի 100-150 հոգի էինք այնտեղ, բայց խնդրի ուժգնությունը հասկանալով, խնդրի մեծությունը հասկանալով ճանապարհից շատ մարդիկ միացան մեզ։ Վանաձորից եք, Գյումրիից եք, Դիլիջանից եք, Սպիտակից եք, Երևանից եք, Իջևանից եք, Ալավերդուց եք, Շամլուղից եք, Արցախից եք, բոլոր տեղերից, բոլոր բնակավայրերից։ Ինչպես ասել եմ, եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակ։ Երբ որ մենք հասանք Աբովյան քաղաք, ես լուսաբանում էի այդ ամեն ինչը։ Ես հասկացա, որ ես չեմ կարողանում մոտենալ Սրբազանին նույնիսկ, որ կարողանամ որևէ կադր վերցնել, ինչ որ ձևով լուսաբանել, որովհետև արդեն շրջապատել են բոլորը Սրբազանին։ Ես այդտեղից դուրս եմ ընկել, ուղղակի մոտենալու հնարավորություն չունեմ։ Ու շատ ազնվորեն էր մեր ժողովուրդը դուրս եկել պայքարի։ Ամեն տեղ եղել ենք միասին Սրբազանի հետ, բոլոր այդ ճանապարհին, երկար ճանապարհ էր, անձրևոտ, ցուրտ, բայց առանց տրտնջալու քայլել ենք մինչև հասել ենք Աբովյան քաղաք։ Առաջի շարքերում միշտ Սրբազանը ընդգրկում էր ծնողներին, որ իմ կողքով քայլեք, որովհետև ձեզանից ես ուժ եմ ստանում, ձեր ոգին, ձեր տրամադրված, այս ամեն ինչից հետո, ձեր կորստից հետո, եթե դուք կանգնել եք հայրենիքի պաշտպանությանը, դուք պետքա լինեք իմ կողքին։ Առավոտ ժամը 11-ին շարժվում են դեպի Երևան։ Նա եկավ Երևան։ Այստեղ նրան սպասում էին հույսով, սպասում էին հավատով, սպասում էին մեծ ոգևորությամբ։ Հանրահավաքներին նրա խոսքը շատ հստակ էր։ Չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Հայը պետք է ունենա հայրենիք եւ պատիվ։ Նա խոստացավ մենակ չթողնել ժողովրդին։ Ժողովուրդը ընդունեց նրան։ Բագրատ Սրբազանը շատ հուզական մարդ է ու իր թե ուրախությունը, թե տրտմությունը այնքան անկեղծ են եւ նա կարողանում է մինչեւ վերջ ապրել յուրաքանչյուր զգացողություն եւ Սրբազանը թե ուրիշի ուրախությամբ, թե ուրիշի տխրությամբ կարողանում է ցմրուր ապրել, զգալ ու այդ զգացմունքը արտահայտել։ Ու բնականաբար մի բան է, երբ դու քո համայնքով, քո հոգևոր զավակների, քո հոգևոր ընտանիքի ամեն զգացմունքն ես կիսում ու ապրում, Սրբազանի համար զգացմունքային առումով ես պատկերացնում եմ, որ շատ բարդ է եղել, երբ այդ ամբողջ Սրբազան պայքարի բուն այդ հսկայական բազմության յուրաքանչյուր նյարդ, յուրաքանչյուր զգացմունք Սրբազանն անցկացնում էր էության միջով ու չէր կոտրվում։ Ու հակառակը ուժեղանում էր ու այդ ուժը տալիս էր նաև բոլորիս։ Հայրենիքի հայր եւ հայրենիքի մայր արտահայտությունը առաջի անգամ ինքն է մեզ կոչել, նրա շնորհիվ ավելի է մեծացել մեր դերը, մեր տղաների անձնազոհությունը։ Ամեն մարդ պետք է զգա, որ այլևս այդ շապիկը գրելուց ինքը չէ որ ներկա, այլ մեր հերոս զավակն է ներկա։ Իրենք են առաջնորդում մեզ։ Այնպես ինչպես իրենք առաջնորդել են մեզ ամենավճռական ժամերին, այդպես էլ իրենք առաջնորդում են մեզ հիմա, վերստին ու կրկին։ Երբ մենք հանդիպում էինք, միշտ ասում էր, ես ուզում եմ ձեր աչքերի մեջ ժպիտ տեսնել։ Երբ որ կհաղթանակենք, այն ժամանակ ես ուզում եմ ձեր աչքերի մեջ ժպիտ տեսնել։ Շարժումը թափ էր հավաքում։ Իշխանության վախերը գնալով ահագնանում էին։ Բացառապես խաղաղ մարդիկ հանդիպում էին բիրտ ուժի, հանդիպում էին ծեծ ու ջարդի, սակայն այդ սադրանքները կանխվում էին Սրբազանի խաղաղ հայացքով, բայց շատ խիստ վճռականությամբ։ Երկերը որ երկնեք սրտով, հավատքով երկեր։ Երբ չի մնում երկու ճար, հենթեն են գջում մնար։ Ես հիշում եմ մի անգամ շատ ծանր օրերից հետո, երբ առաջին բախումներն էին հրահրել իշխանությունները եւ առաջին բիրտ ուժներ կիրառվել մեր նկատմամբ ու կար տագնապ, կար ինչ-որ առումով հուսահատություն, բավականին ծանր նստած էինք մի փոքր խմբով
ու թվում է թե կոտրվել էինք առաջին անգամ այդ ծանր ալիքներ եկել մեր վրա մռայլ զգացողությունների, որ մենք այլևս հասկացանք, որ այս իշխանությունը արյուն տենչալով պատրաստ է ամեն ինչի եւ իր դեմ գնալը այլևս դառնում է գնալով ավելի ու ավելի դաժան պատմություն, իրենք պատրաստ են սպանելու, պատրաստ են ձերբակալելու, պատրաստ են ամեն բռնության։ Բնականաբար այդ թվում է թե հուսահատված այդ վիճակի մեջ սպասում ենք, որպեսզի սրբազանը գա, բոլորիս համար հարցականներ սրբազանի ապրումը։ Սրբազանը ներս մտավ, տեսավ մեզ ընկճված, նստեց, լռեց, երկար լռեց։ Ուզում ենք հասկանալ լավ ինչ պիտի ասի։ Գիտենք, որ հիմա մեզ գոտեպնդելու է սրբազանը, բայց ո՞նց, ինչ խոսքերով։ Երկեց փշրենք լուծը Նիկոլյան անագորույն բռնության Մեզ չինկճի ոչ շղթան, ոչ կապանքներ, ոչ զնդան, այո։ ու այդ մի երգը մեզ այնքան ուժ տվեց։ Շարժումը ստացավ Սրբազան պայքար անվանումը։ Այս պայքարը վերկուսակցական էր, նպատակը հայրենիքներ։ Նրա կողքին համախմբվեցին շատ իրարամերժ քաղաքական ուժեր, շատ հասարակական գործիչներ, մարդիկ, հայրենասեր մարդիկ, ովքեր իրականում ունեին մեկ նպատակ, եւ այդ նպատակը ոչ թե իշխանությանը տիրելն էր, այլ գահավիժումը կանգնեցնելը։ Իշխանության հեռանալու պահանջը դառնում էր ավելի ու ավելի անզիջում։ Իշխանությունը չհեռացավ։ Փոխարենը հունիսի 12-ին այս իշխանությունները սեփական խաղաղ ժողովրդի վրա նռնակներ նետեցին։ Այդ օրը բեկումնային էր։ Հունիսի 12-ին այնտեղ էինք, մենք էլ մեր վրանը ունեինք, ծնողների վրանը, որտեղ գրեթե անընդհատ ծնողներից մարդ կար, հավաքվում էինք։ Այդ օրը էլի այնտեղ էինք, մինչև նռնակներ նետելը տեսել ենք պարիսպների դիմաց ազգային ժողովի կանգնած էր վահաններով մեր ոստիկանները, այդպես խոսում էինք իրենց հետ, որ մի արեք այդպիսի բան, ախր դուք չգիտեք, հաջորդը Սյունիքից ա լինում, իդեպ Սյունիքի գունդն էր այդտեղ կանգնած։ Նռնակները նետելու ժամանակ ես ամբողջովին լացակումած, ես ծնկել եմ իրանց առաջ, ասել եմ, խնդրում եմ տղաներ, ես ձեզ աղաչում եմ, ասում եմ, եկեք անցեք ժողովրդի կողմը, եկեք ազատագրենք մեր հայրենիքը, ես անգամ այդ քայլին եմ գնացել հանուն նրա, որ մենք ազատագրվենք այս չարից։ Բագրատ Սրբազանի հորդորն է եղել միշտ, որ խաղաղ ձևով կատարվի ամեն ինչ։ Նույնիսկ եթե հունիսի 12-ը հիշեք, երբ որ մարդիկ տեսնում էին այնտեղից կա ռումբեր են նետում մեր վրա, շշեր էին նետում այս կողմից, Բագրատ Սրբազանն ասում էր հետ եկեք, մի գնացեք առաջ, ժողովուրդ եկեք այս կողմ։ Բագրատ Սրբազանը միշտ խաղաղության կոչեր էր անում, որովհետև մենք ունենք այն ներուժը, որ խաղաղ անհնազանդությունների միջոցով կարող ենք հաղթել այս իշխանությանը եւ այդ ճանապարհով պիտի մենք հասնենք հաջողության։ Հունիսի 12-ը իրոք ջրբաժան էր, բեկումնային օր էր։ Սրբազանը չկարողացավ ժողովրդին տանել արյունահեղության։ Նա հասկացավ, թե ով է իր դիմաց։
մի իշխանություն, որը կգնա ցանկացած քայլի։ Այդ օրը Սրբազանը որոշում կայացրեց, ընտրեց ավելի երկար, բայց ավելի անվտանգ պայքարի ճանապարհը, փոխվեց մարտավարություն, փոխվեցին հանդիպումների ձևաչափերը եւ ճակատագրի հեգնանքով սեփական ժողովրդի վրա նեռնակներ նետած, այրունահեղություն թույլ տված իշխանությունը Բագրատ Սրբազանին հռչակեց ահաբեկիչ։ Երբ որ այսօր Բագրատ Սրբազանին մեղադրում են ահաբեկչության մեջ, իրենք մոռանում են, որ մենք երկար շրջան ենք անցել Բագրատ Սրբազանի հետ եւ գիտենք ինքը ինչի է ընդունակ, ինչի ընդունակ չի։ Եթե ինքը ցանկանար, Բագրատ Սրբազանը ցանկանար արյունահեղություն կամ որևէ մարդկանց կյանքի գնով արդյունքի հասնել, նա դա կաներ հունիսի 12-ին, երբ որ խաղաղ ակցիա կատարող անձանց վրա մեր այս ահաբեկիչ իշխանությունները ռումբեր նետեցին։ Քանի մարդ վնասվեց այդ օրը։ Մարդ ունենք դարձավ հաշմանդամ, չէ՞։ Ձեռքի մատները կորցրեց, բայց նույնիսկ այդ օրը Բագրատ Սրբազանը ժողովրդին չտարավ արյունահեղության։ Նույնիսկ հասկանալով, որ այդ օրը ակտիվ պայքարի գրեթե վերջին օրն է, ինքը դա լրիվ հասկանում էր եւ այդ օրը որոշում կայացրեց, որ այսպես քիչ կազմակերպված վիճակով մենք հաջողություն չենք կարող ունենալ եւ մենք վերակազմակերպվելու կարիք ունենք, որպեսզի կարողանանք այս իշխանության հետ համարժեք պայքարի մեջ մտնել։ Խաղաղ պայքարը մեր լինի ավելի առաջ եւ ավելի բարձր, քան այն պայքարն է, որը իշխանությունն է մեր դեմ փորձում մղել, որպեսզի կարողանանք կոպիտ ասած հաղթել այս պայքարում։ Բագրատ Սրբազանը ձերբակալվեց մոնտաժված փնթի մի ձայնագրության եւ իր տնից հայտնաբերված գունավոր ծխի հիմքով։ Նրա հետ ձերբակալվեցին նաեւ 17 արդարներ։ Ես կալանավորում են։ Ոչ կալան, ոչ էլ մնացած բան։ Մեր այս ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Ինչ մեղադրանքը առաջադրված Բագրատ Սրբազանին ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստություն, որի հանրագումարը, եթե ըստ նախապատրաստության կանոնների գումարենք, մոտավորապես 11 տարվա ազատազրկում սպառնացող հանցանքների համակցություն է։ Այս մեղադրանքի ամբողջ էությունը այն է, որ քրեականացվել է այն արարքների իրականացումը, որոնց միջոցով եկել են իշխանության ներկայիս կառավարողները։ Այսինքն, ունենալով լոկ խոսակցությունների մակարդակում մտագրողների մասին ձայնագրություններ, որ կարելի է օրինակ փողոցներ փակել, ցույցեր անել, ծխեր արձակել եւ այլն, օրինակ քաղաքը պարալիզացված պահել այդ խաղաղ անհնազանդության ակցիաներով, այս ամբողջի համակցությամբ տրվել է գեր անտրամաբանական եւ կուզեք, եթե օրինակ պայմանական ասենք, զանգվածային անկարգությունները, չգիտես ինչ եղանակով ուռճացվել են, եթե նույնիսկ այդպիսիք նախապատրաստվել են, էլի, ուռճացվել են ու անունը դրվել է ահաբեկչություն, որը իհարկե, նորից եմ ասում, ծաղրանք է պարզապես անընդունելի մոտեցում է, ահաբեկչության պես ծանր հանցակազմը մեղսագրել այս մարդկանց։ Երբ դուրս ենք եկել պայքարի, իմացել ենք, որ ամեն բան հնարավոր է այս պայքարի մեջ։ Նույնիսկ հիշելով 80-ական թվականների պայքարը, ես իմ մեջ ներքուստ մտածել եմ միշտ, որ հնարավոր է նույնիսկ տանկերի առաջ պառկելու, ինչպես որ 88-ին են պառկել, կարիք լինի։ Եվ պետք է պատրաստ լինենք նույնիսկ դրան, այսինքն մեր կյանքը տալ հանուն այս պայքարի հաջողության, որը դեռ չի ավարտվել, որը դեռ շարունակվում է, նույնիսկ երբ որ Բագրատ Սրբազանը գտնվում է բանտում։ Բայց նմանատիպ հոդված բնականաբար չէի պատկերացնում, որովհետև ահաբեկչությունը մի քիչ շատ մեծ բան է, էլի։ Մենք ահաբեկիչ որ ասում ենք, պատկերացնում ենք, ասենք օրինակ Ուսամա Բեն Լադեն, ինչ որ շենքեր տրաքացնել, զավթել
ինքնաթիռներ, մենք նմանատիպ որևէ բան չենք պլանավորել։ Երբևիցե չեմ պատկերացրել, որ այս շարժումը, այս արդարության շարժումը, ինչպես կասեր Սրբազանը, ստի ու կեղծիքի դեմ շարժումը պետք է անվանեն ահաբեկչական շարժում եւ առավել եւս այն ծնողին, ում զավակը իր կյանքը նվիրել է նաեւ ցավոք սրտի այդ իշխանության համար։ Երբևիցե չեմ պատկերացրել։ Միակ զգացողությունս, մանավանդ սկզբում դա շատ մեծ էր, հիմա քիչ-քիչ անցնում է դա, բայց երբ նոր էին այդ ձերբակալությունները սկսել, ու ես սպասում էի, որ պիտի գան, առաջին օրը պիտի գան իմ տուն, երկրորդ օրը, հետո ինձ պիտի բռնեն, ու մեկ էլ 1 շաբաթ, 2 շաբաթ չեն գալիս, չեն բռնում ինձ, ու ես հիշում եմ իմ վատ զգացողությունը, ամոթ զգացողությունը, որ լավ, ես ուրեմն վատ եմ պայքարել։ Ուրեմն ես պայքարի մեջ այնքան էլ հավատարիմ չեմ եղել։ Ուրեմն օրինակ Լիդիան ինձնից լավ է պայքարել, ինձնից շատ է եղել պայքարի մեջ փաստորեն։ Ու ես ունեի այդ ամոթի զգացողությունը, ինձ ինչի չեն ձերբակալում։ Որովհետև ինձ համար մեծագույն հոգևոր վայելք կլիներ, որ ես Սրբազանին հետ լինեի նաև բանտարկված վիճակում, բանտում լինեի, Սրբազանի հետ նաև ճանապարհը անցնեի նաև այնտեղ։ Եվ եթե ինձ չեն ձերբակալում, որ ես թերացել եմ, ոչ թե որովհետև ես հանցանք ունեմ այս պետության նկատմամբ, ոչ մի հանցանք էլ չունեմ, եւ որևէ քաղբանտարկյալ որևէ հանցանք էլ չունի։ Բագրատ Սրբազանը որևէ հանցանք չունի այս պետության դեմ եւ իր հայրենիքի դեմ։ Ահաբեկչության համար չկա հստակ ըստ մեղադրանքի, թե որտեղ պետք է այդ ահաբեկչությունը արվեր, ինչ մեթոդով պետք է արվեր, ինչ գործիքներ էին ի վերջո հայտնաբերվել, որևէ իրեղեն ապացույց, որևէ պիտանի առարկա, որով կարելի է օրինակ ահաբեկչություն անել, այս գործում չկա։ Այս գործում կան կոնտեքստից կտրված խոսակցություններ, որոնց այդ ամենաթմբկահարված մասերը, այդ գյուլելու մասին խոսակցությունը, պարզվում է, որ առհասարակ կապ չունի նույնիսկ այդ իշխանության գալու process-ի հետ, այդ խաղաղ ակցիաների հետ, ինչ-որ հիպոթետիկ խոսակցություններ են, օրինակ նորմալ է, որ ինչ-որ երկրում կա գնդակահարության ձևով մահապատիժ, թե նորմալ չի, այս խոսակցություններն են, այսինքն իրերից կտրված 1 տարվա խոսակցությունները, ցանկացածից խոսակցությունն են, որ կտրատեն իրար կպցնեն, կարող է պարզվի, որ յուրաքանչյուրս էլ մեր տանը օրինակ տերորիզմ կամ ցեղասպանություններ պլանավորում, ուղղակի դրանից տեղյակ չէր։ Սրբազանը հիմա անազատության մեջ է։ Այդ շինցու փուչիկ գործը դեռ ընթանում է։ Սրբազանը ընտրել է կոշտ պայքար։ Նա պահանջում է կամ արդարացում, կամ բանտարկություն։ Քանի որ նա վստահ է իր արդար լինելու մեջ, քանի որ նա վստահ է, որ իր պայքարը Աստծո տված պայքարն է եւ հանուն հայրենիքի պայքար է։ Գործը կոչվում է 18 արդարների գործ, որովհետև այս մարդիկ ոչ միայն անմեղ են, այլ նաև արդար են իրենց բռնած պայքարում։ Այսինքն սա բացարձակ այն մաքրամաքուր քաղաքական հետապնդումների գործերից է, երբ որ մարդիկ մեղադրվում են ոչ թե իրանց քաղաքական գործունեությամբ պայմանավորված այլ իրավիճակում կատարած արարքների համար, չգիտեմ, կլինի ենթադրյալ կոռուպցիա կամ ենթադրյալ ծեծկռտուք, այլ հենց բուն այն գործողության համար, որը ենթադրում էր քաղաքական process, որը ենթադրում էր քաղաքական պայքար։ Եվ այս պայքարը, քանի որ արդար է, եւ այս պայքարում ընտրված միջոցները, քանի որ միայն ու միայն խաղաղ են եղել եւ օրինական, դրա համար էլ հենց 18 արդարների գործը այդպես անվանակոչվեց։ Սրտում հայրենիքը եւ պատիվը պահող Սրբազանը, իր անմեղությունը մինչև վերջ պնդող մարդը, անգամ անազատությունից, բանտից իր պայքարը շարունակող Բագրատ Սրբազանը այսօր շատ ավելի ազատ է, քան շատերը։ Արդեն ժամանակն է թողա, վանկաներ ազվի օր ասե, պատիվ ունեցողը թողա։ Ես որևէ վարքյան Բագրատ Սրբազանին անազատության մեջ չեմ տեսել։
որևէ վարքյան չի եղել այդպիսի բան, որ ես զգամ սրբազանը ազատ չէ։ Ավելին, շատ ավելի ազատ է, քան իրենց խղճի, մտքի, արժեքների հետ առևտուր անող շատ ու շատ անձինք ես երկրում։ Սրբազանն է ազատ։ Ես ամեն օր տեսնում եմ օրվա այս տիրադավ իշխանություններին իրենց ծառաներով բանտարկված։ Իրենք բանտարկված են իրենց իսկ սերմանած ատելությամբ, իրենք բանտարկված են իրենց իսկ կատարած մեղքերով, իրենց իսկ սփռած արյամբ, իրենց իսկ սփռած խտրական վերաբերմունքով ու պառակտման պես ազգի մեջ սերմանելով բացառապես ատելություն։ Այ իշխանությունները այսօր բանտարկված են։ Այդ բանտարկությունը հոգու, մտքի ամեն առումով, նույնիսկ ֆիզիկական առումով, որ վախենում են քթները առանց ավտոշարասյուների դուրս հանել որևէ տեղից, բանտարկված են, դա իրենց ներկա կացությունն է, որը հետագայում, երբ իրապես ունենանք արդարադատություն եւ ունենանք անկախ արդարադատություն, այդ բանտարկությունը պիտի նաեւ որոշակի ինստիտուցիոնալ ձևակերպում ստանա արդեն դատարանում առաջիկա հաղթանակներից հետո։ Իսկ սրբազանն ազատ է։ Սրբազանին բանտարկել որևէ մեկը չի կարող։ Սրբազանը նույնն է երեք այսօր եւ ընդմիշտ։ Դա ճիշտն ասած Հիսուս Քրիստոսի մասին են ասել, բայց Բագրատ սրբազանի մեջ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, ավելի ուժեղացած եմ տեսնում իրեն, որովհետև ինքը միշտ ասում էր այս օրերում ով բանտում չի եղել, պիտի հետո պատասխան տա, թե ինչու ինքը բանտում չի եղել այս օրերին, հիմա ինքը հետո պատասխան տալու առիթ չի ունենա այդ առումով, չէ, սա կատակ եմ անում, բայց Բագրատ սրբազանը ուժեղ է, բոլոր մեծ առաջնորդներն էլ իրենց կյանքի ընթացքում եւ բանտարկվել են, եւ գերեվարվել են, եւ ազատ են արձակվել եւ վերջապես հաղթանակ են տարել։ Նա Բագրատ սրբազանը իր պայքարի փուլերից մեկում է գտնվում, որը բանտն է, որը իրեն ավելի է ուժեղացնում։ Նա շատ մեծ ինքնակնությամբ է զբաղվում այնտեղ։ Ծանրութեթև է անում ամեն ինչ, սովորում է, կարդում է, լեզու է սովորում, պարսկերեն, նույն սրբազանն է։ Ոնց որ եղել է Վազգենյան դպրանոցում, երբ որ պատմում էին մեր հոգևորականներն իր մասին, ինչպիսին ինքը եղել է Կանադայում, ինչպես պատմում էին մեր հարազատ մարդիկ Կանադայից իր մասին, ինչպիսին ես իրեն ճանաչել եմ Տավուշում, հենց առաջի օրվանից, երբ որ ինքը եկել է Տավուշ, ինչպիսին որ եղել է պայքարի օրերին, նույնն էլ հիմա է։ Պայքարի մեջ գտնվող Աստծո հավատարմությամբ եւ հայ ժողովրդի շահին ծառայելու ցանկությամբ ապրող անձնավորություն։ Քանի այս իշխանությունը գոյություն ունի եւ իմ բերանի մեջ շունչ կա, սիրտս էլ տրոփում է, ես պայքարելու եմ, որ ազատագրվի իմ երկիրը։ Ու վեր, որովհետեւ այդ ազատագրությունը նաեւ ձեր ազատագրությունն է։ Սրբազանը իր ներկայիս կարգավիճակին վերաբերում է, եթե չասենք հպարտությամբ, ապա պատվախնդրությամբ, ասում է, որ իմ համար պատիվ է այս իրավիճակում, երբ որ իմ երկիրը այս իշխողների ձեռքում է, այս կարգավիճակում է, ես ավելի ճիշտ տեղ քան բանտներ չէի կարող ունենալ։ Ինքը պատվով է կրում, ինքը գիտի ինչի համար է բանտարկված ու պատրաստ է, ինչքան որ պետք է այդ պայքարը բանտում եւ առհասարակ տանել։ Ամոթ եմ զգում, երբ որ մեր սրբազանը եւ սրբազանները կալանավորված են, կալանավորվել են։ Ես ամաչում եմ, որ մենք ունենք հոգևորականներ, որոնք այսօր կալանք են կրում, դա լինի անազատություն, դա լինի տնային կալանք, դա լինի վարչական հսկողություն, դա մեր ազգին պատիվ չի բերում։ Սրբազանից սովորել եմ, որ անխոցելի լինելը ընտրություն է։ Այսինքն, եթե դու որոշել ես լինես անխոցելի այս պայքարում, որոշել ես ստանձնել այս բեռը պայքարի, դա այդպես երկնքից մանանա չի, որ քեզ տրվում է եւ դու անխոցելի ես լինում։ Անխոցելի լինելը պահանջում է զոհողություն
որին Սրբազանը գնացել է։ Սրբազանը շատ հնարավորություններ ա ունեցել իր կյանքում ունենալու շատ ավելի հեշտ, հանգիստ, անխոչնդոտ ու անարգել կյանք, բայց որին չի գնացել, որովհետև զգացել է այդ պատասխանատվությունը ավելի մեծ առաքելություն ստանձնելու ու այդ առաքելության համար այդ անհրաժեշտ զոհողությունները կրելու։ Սրբազանը իմ մեջ կոնկրետ մեծացրեց դեպի հետաքրքրությունը դեպի իմ կրոնը, ավելի լայն իմաստով բացեց հորիզոն, ավելի լայն իմանալու մեր բոլոր արարողակարգերը, մեր ծեսերը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր Եկեք ազնվորեն խոսենք, որ շատերս այդ շարժումից ավելի ճանաչեցինք մեր եկեղեցին եւ ավելի հաստատակամ սկսեցինք պաշտպանել մեր կրոնը, մեր եկեղեցին, մեր սրբազաններին եւ մեր վեհափառին։ Սրբազանը նաև շատ միֆեր քանդեց, որ մարդիկ անտարբեր են, հայ ժողովուրդը անտարբեր է, հայ ժողովուրդը լավը չէ, այդպես չէ, մենք շատ լավ պահպանված ժողովուրդ ենք։ Եթե ծնում ենք այսքան նվիրյալ մարդիկ։ Բագրատ Սրբազանն իր անձի, իր գիտելիքների, իր անձնական խարիզմայի, իր անկեղծության, իր հոգևոր ներուժի շնորհիվ հայ ժողովրդին հանել է ոտքի ավելի մեծ ծավալով, քան թուրքա-ադրբեջանական հեղափոխություններ կամ որևէ շարժում Հայաստանի պատմության ընթացքում բացառությամբ, լավ, այսպես ասենք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում բացառությամբ Արցախյան շարժման, դրանից հետո կարելի ասել ամենամեծ, հստակ է, որ ամենամեծ շարժումն էր։ Մեկ տարվա ընթացքում Բագրատ Սրբազանը այնպիսի ահռելի աշխատանք էր կատարել, որից բնականաբար այս իշխանությունները վախենալով Բագրատ Սրբազանին բանտարկեցին, քանի որ եկեղեցու դեմ էս արշավը խորացնելուց առաջ միակ մարդը, ով որ փողոցի առաջնորդն էր, դա Բագրատ Սրբազանն էր, հո հանգիստ չէր նստելու, եթե գնում են մայրաթոռ եւ այնտեղից ուզում են arczepiskoposներ ձերբակալել, եկեղեցու դեմ այսպես արշավախմբով գնում են իրենց մտերիմ եպիսկոպոս, arczepiskoposներով։ Բագրատ Սրբազանը հանգիստ չէր նստելու, չէ՞։ Բագրատ Սրբազանը իր այդ ամբողջ կազմակերպական ռեսուրսը օգտագործելու էր եկեղեցու դեմ այս արշավը կանգնեցնելու համար։ Եվ դրա համար այսօր Բագրատ Սրբազանը գտնվում է բանտում։ Թե չէ ինչ ահաբեկչություն, որ մեկս ենք այդքան ահաբեկչի նման։ Վստահաբար վերավորակելու են արարքները շատ ավելի մեղմ հանցակազմերով եւ այդպես գործը կամ երկար էլի տարիներ կձգձգվի դատավարությունը ինչ որ մի մեղադրական վերդիկտ կունենան, այսպես դեմքը պահելու իրավապահ համակարգի համար դա դեմքը պահելու ինչ որ մի մարտավարություն ա լինելու, բայց բնականաբար բացառում եմ այն սցենարը, երբ ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու մեղադրանքով կարող են այդ 18 անձինք ունենալ մեղադրական դատավճիռ։ Ինչ կլինի հետո։ Ես չգիտեմ կոնկրետ այս քրեական գործը ինչպես կավարտվի։ Դա ավելի լավ կլինի պաշտպանները պատասխանեն այդ հարցին, թե քրեական գործը ինչ հանգուցալուծում կստանա։ Բայց որ մենք վերջի վերջո Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արդարացվելու ենք, ես այդտեղ կասկած չունեմ ուղղակի։ Թե երբ կլինի, որ ատյանում կլինի, չգիտեմ։ Բայց մեր մեծագույն խնդիրը ոչ թե մեր արդարացվելն է, այլ մեր երկրի ազատագրությունը։ Մենք բոլորս եւ 18 արդարների գործով քաղբանտարկյալները եւ մյուս անձինք, ովքեր որ հիմա այսօր գտնվում են անազատության մեջ, բոլորս հայտնվել ենք այստեղ, որովհետեւ ուզում ենք մեր երկիրը ազատագրել։ Այս կարգավիճակը դրա հետևանքն է։ Եվ մենք բավարարված չենք լինելու, եթե մենք լինենք ազատության մեջ եւ մեր երկիրը ազատագրված չլինի։ Ու ես վստահ եմ, հավատում եմ մեր ժողովրդի ներքին ուժին, որ մենք կարողանալու ենք ազատագրել մեր երկիրը այս չարիքից, այս սատանայից, որը եկել
գրավել է ամեն ինչ եւ ինչպես Բագրատ Սրբազանն էր ասում, այն աղբյուրի վրա է նստել, հա, այն մաքուր զուլալ աղբյուրի վրա է նստել ու այսպես փողոցով քայլելով, խոսելով, տեսնելով մարդկանց հասկանում եմ, որ շատ հեռու չի դա։ Չգիտեմ, հունիսին կլինի, հուլիսին կլինի, դեկտեմբերին կլինի, երբ կլինի, բայց քիչ է մնացել այս իշխանությանը։ Ոչ իմ, ոչ Սրբազանի, ոչ մեր գաղափարակից քույրերի ու եղբայրների մեջ ոչինչ չի մարել։ Չի կարող եղբայրներիդ վրեժը մարել, հայրենիքիդ նկատմամբ սերը մարել, հայրենիքիդ համար պայքարը մարել։ Եթե դու մարած ես, ուղղակի խորին ցավակցանքս։ Սրբազան պայքարը մեր կյանքն է։ Երեք, այսօր եւ չեմ ասի հավիտյան, մինչեւ հայոց գալիք հաղթանակը, որը, ինչպես գիտեք, այլընտրանք չունի եւ չի կարող նաեւ շատ ուշ լինել։ Ուզեն թե չուզեն, հայոց գալիք հաղթանակը լինելու է, հարցը դա չի։ Հարցն է, թե հայոց գալիք հաղթանակը ով որ կողմում է դիմավորելու։ Վարդան Մամիկոնյանը երբ դիմում էր իր զորքին, ասում էր՝ «Ջանացեք մնալ ճշմարտության կողմում»։ Այսօր բոլորի համար, նույնիսկ տիրադավ ընթացք ընտրած մարդկանց համար, շատ հստակ է ճշմարտության կողմը։ Երանի թե մենք ուժ կարողություն ունենանք եւ աղոթքով նաեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից խնդրենք ուժ, որ չհուսահատվենք ու մինչև վերջ մնանք ճշմարտության կողմում եւ հայոց գալիք հաղթանակը դիմավորենք ճշմարտության կողմում։ Լիահույս եմ, որ թունելու վերջում միշտ լույս է վառվելու եւ ես այս ամեն ինչ որ անում եմ, պայքարում եմ, ես անում եմ հիմա իմ փոքրիկ մխիթարի համար, որպեսզի նրան տամ լավ հայրենիք, ինչպես Սրբազանն էր ասում, մենք մեր նահատակ տղաներին հայրենիք ենք պարտք։ Եվ ես որոշակի չափով ուզում եմ, որ այդ հայրենիքը նրան նվիրեմ, որպեսզի նա չպայքարի անօրինությունների դեմ, ուղղակի ապրի, վայելի կյանքը, նրան տրված կյանքը։ Ազատություն ռեժիմի բոլոր քաղաքական հալածյալներին։